Երևանի զբոսայգիների բարեկարգման ու վերականգնման ծրագրի շրջանակներում անցյալ տարի քաղաքապետարանի կողմից երիտասարդության կամ ինչպես ընդունված է ասել Օղակաձև զբոսայգում հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ կատարվեցին։ Զբոսայգու բարեկարգմանն առնչվող հիմնական հանձնարարականները տրվեցին տեղում։ Քաղաքապետ Բեգլարյանի այցից մի քանի օր անց աշխատանքները տեմպով մեկնարկեցին։ Խնդիրը քաղաքապետի կողմից դրվել է շատ հստակ, որպեսզի Օղակաձև այգին իր ամբողջ երկարությամբ լինի մարդկային հոսքերի համար ազատ, մասնավորապես նրա կենտրոնական ջեմուղին, լինի լուսավորված։ Տեղադրվեցին լուսավորության նոր սյուներ, սկսած Արագած սրճարանի հարակից հատվածից մինչև Այրարատ կինոթատրոն, զբոսայգում գիշերային գեղեցիկ լույսեր են վառվում։ Իսահակյանի արձանին հարակից հրապարակում սալահատակն ամբողջությամբ փոխվել է, տեղադրվել են նոր նստարաններ, օրերս նաև զբոսայգու աղբամանների թիվը կավելացվի։ Նալբանդյանի արձանին հարող հատվածում նախկին կիսաքանդ բազալտե նստարանները փոխարինվեցին մետաղականներով, թարմացվեցին ու էտվեցին չորացած ծառերը։ Ձևավորեցինք 1250 ծառեր եւ այդ աշխատանքները նորից շարունակվում են։ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ այժմյան խնամված գազոնի տեղում փոշի ու աղբեր։ Չափազանց անմխիթար վիճակ էր, փոխվել է հողածածկույթը, նորմալ հավասար լուսահող խառնուրդ, նոր ցանց է կատարվել, արդյունքը տեսնում եք ինքներդ։ Անցկացվել է ոռոգման նոր ցանց, այն սանելու համար վերականգնվել է խորքային հորը։ Ոռոգման համակարգն աշխատում է ավտոմատացված եղանակով։ Առավելությունն ըստ մասնագետների այն է, որ կանաչը ջրվում է համաչափ։ Քիչ առաջ այնտեղ ինչ որ մի հատ պապիկ գազոնակասիլկայով խոտներ կարգի բերում, то есть անում են, լավ էլ հետևում են։ Այգու այցելողները պետք է պահպանեն մաքրությունը։ Տիկին Ալինան գոհ է, երիտասարդական հուշերի վկապ, շատենին խնամված է։ Երիտասարդ ժամանակ շատ եմ հաճախ է, հիմա էլ եմ հաճախ։ Այն ժամանակ էր սիրուն, թե հիմա։ Չէ, հիմա 25 հեկտար տարածք զբաղեցնող զբոսայգում գործունեություն են ծավալում մոտ 100 մասնավոր ընկերություններ, հաճախ փակելով նաև անցուդարձի ճանապարհը։ Քաղաքապետի հանձնարարականով բոլոր ջեմուղիներն ազատվել են սրճարանային սեղանիկներից։ Դրանք պետք է ազատ լինեն զբոսանքի համար։ Քաղաքապետի պահանջով զբոսայգում գործող մասնավոր ընկերությունները նաև նորոգման աշխատանքներին մասնակցեցին։ Խնդիրը ընկալվել է բոլորի կողմից, բոլոր սուբյեկտների կողմից եւ իրենք իրենց մասնակցություն ունեցան։ Այսինքն սա մի ընտանիքի նման տեղ է, բոլորս օգտվում ենք այս ընդհանուր հաճույքից եւ բոլորս պարտավոր ենք այդտեղ ընդհանուր միջավայր ապահովելու։ Մասնավոր ընկերությունների վրա է դրված նաև իրենց օբյեկտների հարակից տարածքի խնամքն ու մաքրությունը։ Այն տարածքը, որը հարակից է սրճարաններին, դրանք մշակում են, խնամում են սրճարանի սեփականատերերը, իսկ մնացած տարածքները կենտրոն կանաչապատում են։ Օղակաձև զբոսայգու բարեկարգումը շարունակական է։ Նման աշխատանք այս տարի կիրականացվի նաև զբոսայգու Խանջյան փողոցին հարող հատվածներում։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքի զբոսայգիներին ընդհանրապես, դրանք բոլորն էլ հիմնականում վարձակալներ ունեն։ Վերջիններս պատասխանատու են զբոսայգու խնամքի եւ մաքրության համար, քաղաքապետի հանձնարարականն է։ Թերացումներ լինելու դեպքում վարձակալները կարող են զրկվել իրենց իրավունքներից։ Բարեկարգման քաղաքային ծրագրերում ներառված են Երևանի գրեթե բոլոր զբոսայգիները։ Դրանց կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներում։